Մինչ կառավարությունը խրախուսում է, չգիտեմ, քաղաքականություն է որդեգրել, որ պետք է անկանխիկը տարածվի եւ մարդիկ ավելի շատ անկանխիկ գնումներ կատարեն, քան թե կանխիկ, դրան հակառակ կենտրոնական բանկի թեթև ձեռքով, այս դեպքում կարող ենք ասել, շատ տնտեսվարողներ խուսափում են անկանխիկ գնումներից, որովհետեւ հատկապես փոքր կրպակներ, օրինակ բանջարեղենի կրպակ, մսի կրպակ, հատկապես փոքր համայնքներում իրենք խուսափում են անկանխիկ քարտով վճարում ընդունելուց, որովհետեւ 2-ից 4%, եթե ճիշտ նշում թիվը, բանկերը գումար են պահում, միջնորդավճար են պահում եւ իրենց տակը բան չի մնում իրենց լեզվով ասած։ Հիմա դուք սա նախ ոնց եք գնահատում, արդյոք չի հակասում սա կառավարության որդեգրած այդ անկանխիկի քաղաքականությանը եւ նաեւ սոցիալական ու տնտեսական տեսանկյունից, բիզնեսի տեսանկյունից չեք կարծում, որ պետք է վերանայել այս ամեն ինչը եւ այդ միջնորդավճարները կամ վերացնել կամ հասցնել նվազագույնի։ Շնորհակալություն։ Մենք արդեն անցած շաբաթվա վերջ կենտրոնական բանկի խորհուրդը որոշակի արդեն որոշում կայացրել է այդ հարցի հետ կապված։ Այդտեղ 2-ից 4%, 4% կարող է լինի միջնորդավճար, բայց այդ վերաբերվում է ծայրահեղ դեպքերին, ու ես չեմ կարծում, որ այդ կրպակները 4%-անոց քարտերով, այսինքն American Express Gold-ով առևտուր են անում։ Կա մեր դիտարկումներով կապված քարտի տեսակից միջինացված թվերն եմ ասում, տնտեսվարողների մոտ կար 0.9-ից 1.8% միջինում ծախս, որը կապված էր բնականաբար այն ներդրումների հետ, որը որ պոստտերմինալների հետ կապված լիցենզիաների ձեռքբերում, որը արել էին բանկերը ու տնտեսվարողները ըստ էության նաև դրան մասնակցում էին։ Հիմա մեր որոշմամբ այդ սահմանափակումները տեղափոխվելու են մարտի 1-ից։ Այդ սահմանափակումները կլինեն 0.5% արկա քարտերի համար, 0.9% միջազգային քարտերի համար, որտեղ դուք գիտեք, որ Visa-ն ու Mastercard-ը ունեն իրենց սպասարկման վճարները, որը բացարձակ կապ չունի բանկային համակարգի կողմից գանձվող միջնորդավճարների հետ։ Ու ես կարծում եմ, որ այդ որոշումը, որը մենք կայացրել ենք, այդ տնտեսվարողների հարցը կլուծի։ Հիմա արդեն երկրորդ փուլում կտեսնենք, թե արդյոք ճշգրիտ էր այդ դիագնոզը, որ խոչընդոտը հենց այդ էր, թե օրինակ տնտեսվարողները ուրիշ պայմաններից ելնելով չէին իրականացնում անկանխիկով առևտուր, դա արդեն անալիտիկան ցույց կտա։ Այսինքն, պարոն Գալստյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ամեն դեպքում գնահատել եք դա որպես խնդիր, իմ բարձրացրած հարցը եւ քննարկել եք, եւ դրանից ելնելով որոշել եք փոխել այդ քաղաքականության մոտեցումը։ Մենք ստանում, որ դա կարող է լինել այն խնդիրներից մեկը, որը տնտեսվարողներին որոշակիորեն խոչընդոտում է։ Մենք նայել ենք միջազգային նաեւ որոշակի երկրներում ինչքան է այդ միջնորդավճարները, չի ասի, որ Հայաստանում իրանք էական բարձր են կամ տարբերվում են միջազգային պրակտիկայից, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով մեր դիրքորոշումը անկանխիկը խթանելու տեսանկյունից, մենք այս քայլին գնացել ենք, որոշակի սահմանափակումներ ենք դրել, այսինքն այդ տեսանկյունից մեր հաշվարկով բանկային համակարգի վնասը կկազմի մոտարապես 2 միլիարդ դրամ այդ սահմանափակումների արդյունքում, բայց որոշակի նաև արդեն կտեսնենք տնտեսվարողները կանցնեն ամբողջությամբ անկանխիկ առևտրի կամ կանցնեն այդ խոչընդոտների վերացման արդյունքում կանխիկից անցումի անկանխիկի, կտեսնենք, կվերլուծենք, կհասկանանք։ Փիլիսոփայական կողմին անդրադառնանք, բանկային համակարգի այդ վնասը 2 միլիարդ սրտիս ազդեց, իհարկե շատ, չգիտեմ ոնց են տակից դուրս գալու, բայց ստացվում է այնպես, որ փաստորեն կառավարությունը եւ կենտրոնական բանկը այս դեպքում ավելի շատ քաղաքականությունը տարել են հօգուտ բանկային համակարգի, որպեսզի այլ առանց այդ էլ գերշահույթով դրան առանցին կանդրադառնան գերշահույթով աշխատող բանկային համակարգերը եւ այս 2 միլիարդի էլ այդ տնտեսվարողների հաշվին գումարը ստանան եւ ստորադասելով դրա ֆոնին տնտեսվարողների եւ հասարակության նաեւ սոցիալական այդ շահերը։ Հիմա դուք փաստորեն ընդառաջ եք գնում տնտեսության կառավարության ավելի պետական մոտեցում է ցուցաբերում դեմ գնալով բանկային համակարգին, ճիշտ ենք հասկանում։ Ես այդպես չէի մեկնաբանի իմ ասացի լեյտմոտիվը հետեւյալի մասին է, կան ծառայություններ, որոնք մատուցվում են շուկայական մեխանիզմներով։ Ու եթե չկա շուկայական մեխանիզմների մեջ մրցակցության խնդիր, որպես կանոն շատ ցանկալի է, որպեսզի միջամտությունը պետական մարմինների կողմից լինի մինիմալ։ Որովհետև եթե դուք նայեք ակադեմիական գրականությունը, դուք կտեսնեք, որ ցանկացած միջամտություն իր հետ բերում է կամ ծնում է հավելյալ խնդիրներ, որոնց հետ մենք ոչ թե բախվում ենք հիմա,
այլ որպես կանոն բախվում ենք միջնաժամկետ հեռանկարում։ Չդիմադրության հարց չի, դա մեր որոշումն է, հիմա բանկերի կողմից կլինի իրանց արձագանքը մեր որոշմանը։ Չէ, որոշումը մարտի 1-ից է մտնելու, կտեսնենք ինչ է լինելու։ Հիմա ուղղակի դուք պիտի նաև հասկանաք, արդյոք հնարավոր է, որ բանկը որպես բիզնեսի մի սուբյեկտ ու մյուս տնտեսվարող սուբյեկտ, օրինակ բանկը ասի, որ ես էլ պոստտերմինալ չեմ տրամադրում այս խանութին։ Այդ ազատ Ճիշտ ասի, որ սաբոտաժ են անում կամ շանտաժի էլեմենտներ։ Այսինքն դու պիտի դուրս գաս տնտեսական շահութաբերության գաղափարից, չէ՞։ Թե օրինակ կա բան, որը որ շահութաբեր չի, դու չես անում։ Տարբեր բիզնեսներ։ Եթե դուք բիզնեսմեն ելնեք, դուք կանեք մի գործողություն, որը ձեր շահութի վնաս է փոխհատուցելու, չէ՞ երևի, չէ՞։ Այդ տեսանկյունից, հա, այսինքն այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ քաղաքականության ուղղությունը մեր կողմից ավելի հիմա մի քիչ որոշակիորեն փոխվել է, կտեսնենք այդ ինչ արդյունքներ կտա։